արդեն ավանդույթ է դարձել հանրապետության տոնը ապարանում նշելու, բայց այսօր մի ևս կարևոր միջոցառում ունեինք, զորահանդեսը, որը կարծում եմ տպավորեց բոլորիս եւ իրականում այն զինատեսակները, որ այսօր ցուցադրվեցին հանրապետության հրապարակում, ես վստահ եմ, որ էականորեն տարատեսակ հիմար թեզեր փարատել են եւ հատուկ հպարտությամբ ուզում եմ նաեւ շեշտել մեր տեղական արտադրության զինատեսակների մասին, անօթաչու սարքերի մասին, մեր տարբեր զորքերում հատուկ զինտեխնիկայի մասին, որտեղ որ արդեն մեծ առաջընթաց ունենք հենց հայկական արտադրության տեսանկյունից, որի առիթով բոլորի շնորհավորում եմ։ Ապրեք, իսկ մի բան հարցնեմ, էլի։ Հայլելով եղբայր ջան։ Մեր Նիկոլը, այսինքն ինքը հույս տալիս է, որ բալեկը առողջ խաղաղ կապրեն։ Միանշանակ, դա ես չեմ հավատում։ Եղբայր։ Չեմ հավատում դա։ Դա սուտ է, ստեղոսություն է։ Դե գնա քո ճանապարհով։ Պարոն Ավինյան, դուք բավականին ակտիվ եք քարոզարշավի ընթացքում, նաև արցախցիներին թիրախավորելու հարցում։ Ես որքանով որ հիշում եմ, դուք էլ պատերազմի դաշտում միջև վերջ չեք մնացել։ Հարցի մեջ սուտ եք արդեն ասում, եւ երբ որ ձեր հարցի մեջ սուտ կա, ես արդեն հարցը չեմ էլ կարող մինչև վերջ լսել։ Ձեր հայտարարությունները նաև։ Սուտ է։ Խոսքը գնում է Ղարաբաղյան էլիտաների մասին, կներեք, որոնք որ տարբեր ֆինանսական աղբյուրներից օգտվել են, ներառյալ Հայաստանից ուղարկված, ներառյալ իրենց նախագահի կողմից ֆինանսավորված եւ առհասարակ այդ մարդկանց հետ խոսակցությունը շատ կարճ է։ Իրանք նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, երկրորդը քաղաքական էլիտան Ղարաբաղյան հիմա առհասարակ ոչ մի բանի իրավունք չունի նամանավանդ Ղարաբաղյան թեմայով խոսելու։ Ես անձամբ այնտեղ եմ եղել, շատ լավ գիտեմ, ով ինչ դերակատարում է ունեցել, ով ինչքան է ներդրվել մեր պատերազմում հաղթանակ տոնելու համար։ Եվ այդ վերջին մարդիկ են, ովքեր իրանց իրավունք կարող են վերապահել, ասելու, որ իրենք ամեն ինչ արել են, որ մենք Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տոնենք։ Արտուր Օսիպովը մեղադրում էին նրա համար, որ չի զոհվել, հաստատ Ղարաբաղյան կլանից չէր, ընդհակառակը պայքարող։ Այո, բոլորն էլ տես պայքարող էին փողով։ Լավ, շատ լավ գիտենք բոլոր դերակատարներին, բոլորի վերաբերյալ էլ բոլոր տվյալներն ունենք, ժողովուրդ ջան, մի հատ հարցրեք, ով որտեղից է ֆինանսավորվել, ինչ հիմնադրամներից կիմանաք։ Գնացեք իրանց հարցրեք այդ պայքարողներին։ Ավինյան, նաև քաղաքական ուժերին թիրախավորելու հետ կապված, դուք ներքնազգեստի այդ արշավը շարունակում եք եռագլխով։ Կարծում եմ մի անգամը բավարար էր։ Եթե կարիք լինի, կարող եմ շարունակել, բայց ինձ թվում է մի անգամը լավ հասկանալի տեղ հասավ։ Նաև սպառնալիքներ էին հնչում կոնկրետ քաղաքական ուժերից մեկի գույքի հետ կապված։ Ժորժ ջան, եթե որևէ մեկին թվում է, որ արտաքին հետախուզության ծառայությունների, այլ երկրների միջամտությամբ, այլ երկրների ֆինանսավորմամբ, այստեղ հայրենասիրություն խաղալը տենց ուղակի անպատժելի է մնալու, բոլորը չարաչար սխալվում են, ազգի դավաճանները բոլորը դատվելու են։ Բայց արևմուտքից էլ գալիս են ձեզ աջակցության, ողջ քարոզարշավի ընթացքում, սա էլ չի նշանակում, որ էլի օտար երկրի ազդեցություն կա։ Որևէ մեկը չի գալիս մեզ աջակցության, ով գալիս է գործով է գալիս եւ շատ կարեւոր ու այս երկրի համար կարեւոր գործերով են։ Ուղի վրա ինչ ունեն։ Ողջույն ժողովուրդ ջան, շնորհավոր մեր հանրապետության տոնը։ Զունգի հետ կապված երգը պատահական էր, թե այսպես ուզեցել եք քաղաքական թրենդի մեջ մնալ։ Դե մեր ընդդիմադիր գործընկերները լավ թրենդեր են ստեղծում հումորային։ Մենք էլ փորձում ենք իրենցից ետ չմնալ։ Պարոն Ավինյան, տեսեք դուք ապարան ամեն տարի գալիս եք։ Ոնց է տպավորությունը։
այդպես մարդու։ Երբեք չի լինել։ Չեք տեսել եք, պարոն Ավիյան։ Գիտեք ձեր խնդիրը ինչումն է Ռուզաննա ջան, որ դուք նույնիսկ չգիտեք թե ով ինչի համար է պատասխանատու։ Մուտքերի համար համատիրություն, այ գնացեք հետ Երևան համատիրությունների նախագահներին գտեք եւ մուտքերի համար հարց ու փորձ ա։ Չէ, դուք այստեղ մտել եք, մուտքեր տեսել եք, քաղաքապետարանը մուտքերը ոնց է կահավորել, կարգի բերել։ Բա պաստարաններ են կառուցում, բան Ավինյան տեղ չկա մտնելու։ Դե Ռուզաննա ջան, գնացեք ձեր քաղաքական օրակարգը այլ տեղում խնդրեք, այստեղ մեծ ձեռքբերումներ չեք։ Լավ, Երևանը երբ Ես ձեզ շնորհավորում եմ։ Երևանը երբ է մաքրվելու։ Աղբից եւ ստից երևի երբեք, որովհետեւ այո, եւ ստից միշտ ճիշտ եք աղբից եւ ստից չի մաքրվի, որովհետեւ միշտ այս տեսակ մարդիկ կլինեն, ովքեր որ ստը կտարածեն։ Որ տեսակ։ Այն տեսակ մարդիկ, ովքեր որ կախված են ստից եւ այլ բան չեն կարող։ Սուտ շատ են հիմա տարածում, այո, պետք է Երևանը մաքրել։ Ադրբեջանցիների գալու մասին ստերը։ Այդ տիրաժավորող լրատվականները, հարգելիներս։ Կազմակերպած ներգաղթենք անելու։ Այդ տիրաժավորող լրատվականները, որ սարքում են մեր երկրում ներքաղաքական օրակարգ։ Այ հենց այդ ստից։ Որ ասում եք սրիկայություն։ Եվ հուսով եմ մի օր ձեզ ֆինանսական այնպիսի մեխանիզմներ կգտնենք, որ դուք այդ տեսակ սուտ տարածելու կարիք չէ, որ Ալիևը ասում է պիտի Արևմտյան Ադրբեջան։ Չէ, լսել եք, չէ, որ ասում է։ Հիմա որ ասում եք սրիկա Ալիևը։ Մենք ավարտեցինք մեր խոսակցությունը։